Բարի կասեք, այս ինչ բողոք եք արտահայտում, ում դեմ է այն ուղղված։ Առաջին հերթին ամենաուղիղ պատկամը գրված է արդեն այստեղ տեսնում եք 10 զոհ, 0 բացահայտում եւ Սերժիկ Մարդասպան, Սերժիկ Սրիկա։ Այսօր Սերժ Սարգսյանը ասում է, որ բռնության հարցեր լուծելու ուրեմն ինքը դեպ է արտահայտում, դա չի կարելի այդպես։ Եվ ինքը այդ չի հիշատակում, որ ինքը բռնության եւ 10 զոհերի արյան գնով է իշխանության։ Եվ սա ես ավելի արտիականացնելով ուրեմն հայտնում եմ, որ ուրեմն սա ես իմ բողոքն եմ արտահայտում, միևնույն ժամանակ համերաշխությունը Սասնա ծռերի հետ եւ պահանջում եմ, չեք պահանջում, պահանջել ես իշխանություններից անիմաստ բանը, համենայն դեպս իմ համերաշխությունն եմ հայտնում Սասնա ծռերին, որ իրենց զրկել են բուժօգնությունից, կապից, կենցաղային պայմաններից եւ սնունդից։ Եվ որպես իմ համերաշխության ուրեմն նշան համաժամանակ 3 անցած օրվանից ես հրաժարվել եմ արդեն սնունդից եւ շարունակելու եմ այնքան, քանի դեռ Սասնա տղաներին չի մատակարարվել կապը, բուժօգնությունը եւ սնունդը։ Այս մոտ 2 օր, այսինքն դուք ստեղ պարկած եք։ Ոչ, ես 3 անցած օրվանից ճիշտն ասած, քանի որ դե չգիտեի ինչ կանատներելու։ Ասեմ դες, այսպես ասած, դա ես հացադուլ չսկսեցի, ակամա երբ որ իմացա, որ իրանց սնունդից զրկել են, ինձ մոտ արդեն սնունդ ընդունելու ցանկությունը վերացավ։ Եվ այսպես ուրեմն ես 3 նախորդ օրներ, 3 արդեն ակցիայի անում նախագահի տան դիմաց, իպրեսը նա արդեն լուսաբանել, ուրեմն գիշերը տանն եմ եղել եւ առավոտյան եկել եմ այստեղ, չգիտեմ հիմա շարունակությունը այստեղ եմ լինելու, թե ուրեմն որտեղ շարունակեմ իմ ակցիան, ինձ համար էականը ուրեմն տղաներն են, Պավլիկը, ուրեմն Խանդոյանը, Գայլը եւ մի քանիսին, որոնց ես անձամբ ճանաչում եմ, ինձ համար կարևորը նա է, որ նրանք գիտեն եւ հավատում են այնքան, որ ես եմ հավատում իրենց եւ դա կարևոր է, որ իրենք իմանան, որ Վարդգես Գասպարին մեկ քաղաքացի համակրում է իրանց եւ պաշտպանում է իրենց պահանջները, այդքան բան։